Ողջույն, եթերում մոլորակ ռադիոն է։ Ձեզ հետ հարավային դպրոցի առաջին դասարանցիներն են։ Արդեն մայիս է, տաք ու լուսավոր օրեր են սկսվել։ Մենք շարունակում ենք կարդալ անսովոր հեքիաթներ։ Անսովոր են և շատ հետաքրքիր։ Նաև ծիծաղելի։ Մենք էլ ենք փորձում նման հեքիաթներ հորինել։ Գիտեք ով է անսովոր հեքիաթների հեղինակը։ Յանի Ռոդարին։ Մենք արդեն հասցրել ենք կարդանք Ալիսա Գլորիկը, Շփոթ պապը, Կոնֆետի անձրևը, Պաղպաղակե դղյակը, Փանցիկ Ջագոմում, Շոկոլադե ճանապարհը։ Եվ սովորել ենք «Այ քեզ շաբաթ» բանաստեղծությունը։ Իսկ հիմա անսովոր ռոդարիական հարցեր ենք տալու մեր ընկերներին։ Եվ սպասենք իրենց անսովոր պատասխաններին։ Սկսեցինք։ Ռուբեն, իսկ ինչ կլիներ, եթե աշխարհը պաղպաղակից լիներ։ Կուտենք երկինքը, կուտենք ծառերը, կուտենք խոտերը, տները ու աշխարհ չէինք ունենա։ Նարեկ, ինչ կլիներ, եթե մարդիկ շոկոլադից լինեին։ Քաղցր շոկոլադները կուտենք, դառը շոկոլադները կմնային։ Աշխարհում լիքը դառը մարդ կլիներ։ Աննա, իսկ ինչ կլիներ, եթե քո մազերի տեղը խառը կանաչի աճեր։ Մազերս կջրեի, կպոկեի ճաշ կսարքեի, մեկ կանաչ սիրուն մազեր կունենայի։ Լիզա, ինչ կլիներ, եթե ծառերի վրա ծամոն աճեր։ Ծամները կպոկեինք, կծամեինք, փուչիկ կփչեինք և կդնենք խնձորների տեղը ծառերին։ Լուսնե, իսկ ինչ կլիներ, եթե բերանի փոխարեն քթով խոսեինք։ Քթից լեզու դուրս կգար։ Մեն կողմից մի հատ կդառնար օձի լեզու։ Ինչ կլիներ, եթե անձրևի փոխարեն ամպից հեծանիվներ գային։ Հեծանիվի վերա կնստեինք, ուր կուզեինք կգնայինք։ Մեքենաներ չէին լինի։ Իսկ ինչ կլինի, եթե ոտքերի փոխարեն ձեռքերով քայլեինք։ Ձեռքերի վրա կոշիկներ կհագցնեինք, երկինքին ոտքերով կնայեինք, ապիկ կդառնայինք։ Ինչ կլիներ, եթե։ Ինչ կլիներ, եթե։ Հարցերն ու եթեները շատ են։ Կմնան հաջորդ անգամ վան։ Տեսություն։